Ինքնապաշտպանության հմտություններ ունենալը շատ կարևոր է ոչ միայն անհատի, այլև պետության համար, պնդում է ՀԱԿ ընտրացուցակի առաջին համարը Լևոն Զուրաբյանը։ Առավել կարևոր է պետության համար, որը պետք է կարողանա պաշտպանի իր բնակչությանը, իր քաղաքացիներին։ Փաշինյանի իշխանության օրերին Հայաստանը կորցնում է ինքնապաշտպանության բոլոր մեխանիզմները, նկատում է ՀԱԿ ներկայացուցիչը։ Նիկոլ Փաշինյանի հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն անունով դասախոսությունը նույն է թե սերիական բռնաբարը դասեր տա բարոյականության ու բարության մասին։ Facebook-յան իր էջում գրել է ՀԱԿ կուսակցության ընտրացուցակի առաջին համարը։ Լևոն Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանին անվանում է Հայաստանը արևմուտքի եւ Ռուսաստանի ու Իրանի միջև պրոքսի պատերազմի մեջ ներքաշող։ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով վերահաս էներգետիկ եւ տնտեսական կոլապսի անկոչ ճարտարապետ։ Նիկոլ Փաշինյանը կարգը դրել է ձիուց առաջ, ձիմտիքաշի կարգի, ոչ թե հակառակը։ Եթե դու քաղաքական process-ները դնում ես, արագացնում ես առանց նախապատրաստելու տնտեսական հիմքերը, դու հայտնվում ես այս վիճակում, որում մենք հիմա հայտնվել ենք։ Հայաստանի արտահանման ցուցանիշը անկում է, ահազանգում է ՀԱԿ-ը, ավելացնում Հայաստանը ԵՄ դեռ անգամ չհասած, այլընտրանքը չգտած, փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, այնքան, որ հայկական ապրանքներով բեռնատարներն ուղղակի չեն կարողանում հատել Լարսը։ Մենք ոչ ցանկանում ենք լինել արևմտամետ, ոչ ռուսամետ, մենք կարծում ենք, որ Հայաստանը երկու դեպքում էլ մեծ խնդիրներ է ստեղծում իր գլխին, մենք պետք է տանենք այն քաղաքականությունը, որը նշանակում է պահպանել Հայաստանի անկախությունը, գնալ համագործակցության բոլոր ազիմուտներով, ինչպես կասեր Ֆրանսիայի հռչակավոր նախագահ եւ մարշալ դե Գոլը։ Զարգանալու համար Հայաստանը մեկ ճանապարհ ունի՝ կառուցել կամուրջներ քաղաքական երկու ճամբարների միջև, պնդում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնողները։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։